Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի ջրի նշանի ներկայացուցիչների 2026 թվականի հուլիս ամսվա կանխատեսումների մասին, սակայն մինչ հոլովակին անդրադառնալը կխնդրեմ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դա դեռ չեք կատարել, եւ կիսվեք իմ հոլովակներով, եթե դրանք հետաքրքիր եւ տեղեկատվական եք համարում։ Սիրելիներս, հուլիս ամիսը արդեն ինչպես նախապես ներկայացրել եմ կարճ հոլովակում, ահագին դինամիկ ամիս է լինելու մի փոքր ավելի կերակշռող լարված օրերով եւ եթե մենք նախապես տեղեկացված լինենք, ապա այդ լարված օրերին մենք ոչինչ չենք ձեռնարկի։ Բացի դրանից հուլիս ամսին մենք ունենք հետընթաց Մերկուրի, ընդհուպ մինչև ամսի 23-ը, ուստի հիշում ենք հետընթաց Մերկուրիի հակացուցումները, որ մենք այս օրերին պետք է նոր գործեր չսկսենք, պետք է ուշադիր լինենք, պետք է մարդկանց ճիշտ հասկանանք եւ ոչինչ չկորցնենք։ Դե ինչ գնացինք։ Առաջին ջրի նշանի ներկայացուցիչները մեր շատ սիրելի խեցգետիններն են։ Սիրելիներս, չեմ կարող չնշել, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել լիալուսին ձեր 7-րդ ոլորտում, ինչը ազդում է նրան հաջորդող 14 օրվա վրա։ Եվ սա նշանակում է, որ մինչև հուլիսի 14-ը, ներողություն, մինչև հուլիսի 14-ը այս լիալուսինը ազդելու է ձեր կյանքի վրա։ 7-րդ ոլորտը մեր կողքի մարդիկ են, եւ սա նշանակում է, որ այս լիալուսինը բերելու է հարցեր, բերելու է խնդիրներ, բերելու է հստակեցումներ, վերջաբան, այն բոլոր թեմաներին, որոնք կային կապված, օրինակ ձեր հաճախորդի հետ, ձեր սիրած էակի հետ, ձեր կողակցի հետ, ձեր ամուսնու կնոջ հետ, կամ ինչու՞ չէ նաև ձեր տան անդամների հետ, այստեղ ինչ որ մի բան ձեզ համար պարզ է դառնալու, եւ հնարավոր է ասենք որոշակի մարդկանց հետ, նշածս մարդկանց հետ դադարեցնեք, օրինակ, ասենք ձեր շփումը։ Հուլիսի 6-ին, սիրելի խեցգետիններ, ունենք արդեն առաջին լարված ասպեկտացիան, եւ քանի որ արևը մինչև հուլիսի 22-ը գտնվում է խեցգետնի նշանի ներքո, այստեղ առաջին ոլորտից արևը հուլիսի 6-ին ուրեմն լարված քառանկյուն է կազմում Սատուրն մոլորակի հետ, որը ի դեպ ձեր 10-րդ ոլորտում է։ Սիրելիներս, երբ արևի եւ Սատուրնի միջև ստեղծվում է լարվածություն, սա նշանակում է, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեք նախ առաջին հերթին ձեր առողջությանը եւ հետո պետք է ուշադրություն դարձնեք ձեր աշխատավայրում, ձեր ղեկավարության հետ ծագած խնդիրներին, այսինքն նրանց հետ ուրեմն չխորանաք ինչ որ խնդիրների, կոնֆլիկտների մեջ, որտեղ դա կարող է վատ հետևանքների բերել։ Բացատրեմ թե ինչու։ Սատուրն մոլորակը ակնթարթային ոչինչ չի բերում եւ նշանակում է, եթե Սատուրնի ասպեկտացիայով է ստեղծվում այդ կոնֆլիկտը, այն բավականին երկար է լինում մեր կյանքում։ Հուլիսի 9-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 3-րդ ոլորտ, մինչ այդ 2-րդ ոլորտում էր, կարելի է ասել ֆինանսական կարգավիճակը մի փոքր ավելի լավ էր, այժմ Վեներան տեղափոխվում է 3-րդ ոլորտ։ Սիրելիներս, երբ Վեներան 3-րդ ոլորտում է, սա նշանակում է, որ այստեղ ենթադրենք ավտոմեքենայի հարցը կարող է ի հայտ գալ, ենթադրենք այստեղ եղբոր կամ քրոջ հետ կապված ինչ որ միջոցառման պետք է մասնակցեք, կամ այստեղ եթե փաստաթղթային հարցեր ունեք, այստեղ Վեներան կստիպի ձեզ զբաղվելու այդ հարցերով։ Սակայն սիրելի խեցգետիններ, Վեներան 3-րդ ոլորտից ունի լարված ասպեկտացիաներ եւ նշանակում է այն օրերին, երբ ես կնշեմ, որ Վեներան ունի լարված ասպեկտացիա, այդ օրերին ուրեմն չեք զբաղվում առքովաճառքով, չեք զբաղվում ուրեմն փաստաթղթային հարցերով եւ հենց առաջին լարված ասպեկտացիան արդեն ամսի 13-ին է Վեներայի եւ Ուրանի միջև է տեղի ունենում, նշանակում է նախ ամսի 13-ին շատ ուշադիր ենք լինում ավտոմեքենայով ճանապարհ գնալիս, այստեղ վթարներն են ակտիվանում եւ բացի դրանից այստեղ կարող են չստացվել փաստաթղթային հարցերը, այստեղ կարող են ձախողման գնալ առքովաճառքի հարցերը, այստեղ քրոջ կամ եղբոր հետ կարող է շատ հանկարծակի վիճաբանություն առաջանալ ամսի 13-ին, այնպես որ եղեք տեղեկացված։ Սակայն, սիրելիներս, ես մոռացա նշեմ, որ Մերկուրի մոլորակը հետընթաց է հենց ձեր իսկ առաջին ոլորտում եւ նշանակում է մինչեւ ամսի 23-ը, երբ Մերկուրին հետընթաց կլինի ձեր առաջին ոլորտում, տեսեք, ուրեմն
թյուրիմացությունները, չհասկացվածությունը գալիս է հենց ձեզանից, այսինքն դուք ինքներդ չեք կարողանում մարդկանց ճիշտ բացատրել, թե ինչ էիք ուզում ասել, որովհետև Մերկուրին ձեզ մոտ է առաջացնում առաջին հերթին այդ քաոսը եւ նշանակում է այստեղ ուշադիր եղեք, ում հետ ինչ եք խոսում, ինչ տոնով եք խոսում, ինչպես եք բացատրում, որպեսզի չընկնեք կոնֆլիկտային իրավիճակների մեջ։ Ամսի 14-ին ունենք նորալուսին ձեր առաջին ոլորտում, դե ինձ սիրելի խեցգետիններ, արև առաջին ոլորտում է, Մերկուրին առաջին ոլորտում է, նորալուսին է տեղի ունենում այստեղ առաջին ոլորտում եւ նշանակում է ամեն ինչ ձեր մասին է եւ ձեր համար է։ Այս նորալուսինը առաջին ոլորտում կբերի նոր թեմաներ կապված ձեր անձնական կյանքի հետ, ձեր առողջության հետ, միգուցե ձեր, ասենք, աշխատանքի հետ, այս նորալուսինը ձեր կյանք կբերի նաև շատ կարևոր մարդկանց։ Ամսի 18-ին Ուրանի եւ Պլուտոնի միջև ձևավորվում է շատ հոյակապ ասպեկտ, սիրելիներս, երկուսն էլ բարձր մոլորակներ են, շատ դանդաղ են շարժվում, նշանակում է նրանց ասպեկտացիան բավականին երկար է տևում, ընդհուպ մինչև ամսվա վերջ եւ նշանակում է այստեղ ամսի 18-ից ձևավորվող այս ասպեկտացիան տալիս է հնարավորություն մինչև ամսվա վերջ ֆինանսական հարցերը տեղը գցելու համար, եթե ունեք բանկային խնդիրներ, եթե ունեք հիպոթեք, ունեք ինչ-որ պարտքեր, ուրեմն այդ ամենը հուլիսի 18-ից սկսած կարող եք դրանք աստիճանաբար լուծել, որովհետև Պլուտոնը գտնվում է ֆինանսական ոլորտում։ Ամսի 20-ին, սակայն, ունենք լարված ասպեկտացիա, այստեղ Յուպիտեր մոլորակը, որը միայն վերջերս, մասնավորապես հունիսի 30-ին է մուտք գործել ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, այստեղ արդեն անմիջական ընդդիմության մեջ է Պլուտոնի հետ։ Սիրելի խեցգետիններ, ամսի 20-ը բացառում ենք ֆինանսական հարցերի համար, որովհետև այստեղ շատ մեծ է գումար կորցնելու վտանգը, ոչ մի ֆինանսական գործարք, ոչ մի գնումներ չենք կատարում, որովհետև այստեղ կարող եք ընկնել օրինակ խաբեբա մարդկանց ձեռքը, քանի որ խեցգետիններն էլ հիմնականում լինում են միամիտ յուրահավատ մարդիկ եւ նրանք վստահում են մարդկանց եւ տեսեք ամսի 20-ին կարող եք ունենալ շատ լուրջ ֆինանսական կորուստ, այս մասին եղեք տեղեկացված, ամսի 20-ին մի կատարեք ոչ մի գործարք։ Ամսի 23-ից արդեն Մերկուրի մոլորակը սկսում է իր առաջընթացը։ Սա նշանակում է վերջ, արդեն վերջ քաոսին, վերջ մոռացկոտությանը եւ մենք արդեն կարող ենք սկսել ցանկացած նոր գործ։ Սիրելիներս, սակայն չենք մոռանում, որ մենք օգոստոսին ունենք խավարումների միջանցք եւ սա նշանակում է, որ Մերկուրի առաջընթացից հետո, այսինքն հուլիսի 24-ից սկսած, մինչև օգոստոսի 10-ն է մեր ժամանակահատվածը եւ եթե դուք պլանավորել եք ինչ-որ մի հարց, օրինակ կարևոր ֆինանսական հարց, կամ աշխատանքի փոփոխություն, կամ առողջության հետ կապված շատ կարևոր հարց, ասենք վիրահատություն, կամ ախտորոշում, կամ ինչ-որ կարևոր պրոցեդուրաներ, ուրեմն տեսեք, այդ ամենը կատարեք հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 10-ը ընկած ժամանակահատվածում, քանի որ այստեղ է, որ ամեն ինչ կարելի ասել իր հունով է գնում եւ մենք ամեն ինչ հստակ տեսնում եւ պատկերացնում ենք, այսինքն սխալվելու հավանականություն գրեթե չկա։ Ամսի 29-ին ունենք միանգամից մի քանի ասպեկտացիաներ։ Նախ առաջին հերթին նշեմ, որ ամսի 29-ին լիալուսին ունենք եւ այս լիալուսինը խեցգետինների վրա նույնպես շատ ուժեղ ազդում է, չէ՞ որ խեցգետինները լուսնի զավակներն են եւ նրանք սնվում են լուսնի էներգիայով եւ նորալուսիններն ու լիալուսինները առավել ուժգին են ազդում նրանց կյանքի, նրանց առողջության, նրանց ուրեմն ներաշխարհի վրա եւ նշանակում է ամսի 29-ի լիալուսինը տեղի ունենում ձեր 8-րդ ֆինանսական դաշտում եւ շատ խեցգետինների մոտ կարելի է ասել, որ ֆինանսական կարգավիճակը պետք է բարելավվի։ Սիրելիներս, չենք մոռանում, որ ընդամենը վերջերս Յուպիտեր մոլորակը նույնպես մուտք է գործել ձեր երկրորդ ֆինանսական դաշտ եւ մի ամբողջ տարի ձեզ խոստանում է ֆինանսական նորանոր եկամուտներ։ Ես Յուպիտերի մասին ունեմ հանգամանալից հոլովակ, եթե այն դեռ չեք դիտել, կխնդրեմ այն դիտել եւ հասկանալ, թե ինչ կարող է բերել Յուպիտերը ձեր կյանք։ Եվ հենց նույն օրը ամսի 29-ին արդեն ունենք Արև Յուպիտեր միությունը ձեր երկրորդ ֆինանսական ոլորտում։ Սիրելիներս, Արևի եւ Յուպիտերի միությունը տեղի է ունենում տարին մեկ անգամ, սակայն ամեն անգամ տարբեր ոլորտներում, որովհետեւ Յուպիտեր մոլորակը սովորաբար
12 ամիսը մեկ փոխում է իր նշանը եւ ստացվում է, որ Արևն ու Յուպիտերը տարին մեկ անգամ հանդիպում են, սակայն տարբեր նշանների ներքո եւ նշանակում է, որ Արևի եւ Յուպիտերի միությունը երկրորդ ֆինանսական դաշտում բերում է այնպիսի հնարավորություններ ֆինանսների հարթակում, որը ձեր կյանքում լինելու է ընդհուպ մինչեւ 12 տարի, որովհետեւ այս երկուսի միությունը ունի 12 տարվա ցիկլ։ Եվ ամսի 29-ին եւս մի փոքր հիասթափեցնող ասպեկտացիա ունենք Վեներայի եւ Մարսի միջև, այստեղ մի փոքր հիասթափություն կարող է լինել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կապված եւ նաեւ այստեղ միգուցե ավտոմեքենայի հետ կապված կարող եք ունենալ խնդիրներ։ Դե ինձ սիրելի խեցգետիններ, այսքանը ձեր հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր շատ սիրելի կարիճներին։ Սիրելիներս, ձեզ համար նույնպես շատ ակտիվ շրջան է հուլիսը, բացատրեմ թե ինչու, ձեր գլխավոր մոլորակ Պլուտոնը ամբողջ ամսվա ընթացքում շատ ակտիվ է լինում, բազմաթիվ ասպեկտացիաներ ունի եւ սա նշանակում է, որ կարիճները պետք է օգտվեն Պլուտոնի տված հնարավորություններից, չէ՞ որ այստեղ Պլուտոնը ձեր 4-րդ ոլորտում է, ձեր տանն է եւ եթե նախատեսել եք ինչ-որ մի բան կապված անշարժ գույք գնելու վաճառելու հետ, կապված տան մեջ վերանորոգում սկսելու հետ, կապված տան անդամների հետ, ապա այս ամենը հոյակապ հնարավորություններ են ստեղծում ձեզ համար։ Սկսենք սկզբից, հուլիսի 4-ին ձեր երկրորդ գլխավոր մոլորակ Մարսը միանում է Ուրանի հետ ձեր 8-րդ ոլորտում։ Սիրելի կարիճներ, այստեղ անսպասելի անակնկալներ կարող են լինել ֆինանսական դաշտում եւ քանի որ այստեղ Ուրան մոլորակի մատն է խառը, այդ անակնկալները կարող են լինել նաեւ ոչ դրական առումով, այսինքն տհաճ անակնկալներ, օրինակ, ասենք հուլիսի 4-ին դուք ստանաք բանկից ինչ-որ թուղթ, որ դուք ենթադրենք որոշակի տոկոսներ չեք վճարել եւ այնտեղ ինչ-որ խնդիր է առաջացել, կամ ասենք ինչ-որ մեկը հայտնվի եւ պահանջի հետ իր պարտքը, որը դուք մտածում եք, որ կարող եք ավելի ուշ վերադարձնել, այսպիսի տհաճ անակնկալներ կարող է լինել ֆինանսական հարթակում։ Ամսի 5-ին, սակայն, արդեն ունենք առաջին լավ ասպեկտացիան Մարսի եւ Պլուտոնի միջև։ Սիրելիներս, Մարսը եւ Պլուտոնը երկուսն էլ ձեր մոլորակներն են, ձեր հովանավոր մոլորակներն են եւ նշանակում է այս երկուսի տրին ասպեկտը բերում է շատ լավ հնարավորություններ ֆինանսական դաշտում, օրինակ, եթե հիպոթեք եք ուզում ձևակերպել, ամսի 5-ը հոյակապ օր է այդ հարցերով զբաղվելու համար։ Նաեւ Պլուտոն մոլորակը լինելով ուրեմն 4-րդ ոլորտում, այստեղ նաև տան անդամների հետ կապված կարող են լինել հոյակապ նորություններ, ասենք իմանաք, որ ենթադրենք ձեր տան անդամներից մեկին, ենթադրենք պաշտոնը բարձրացրել են կամ նրա աշխատավարձը բարձրացել է։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ եւ սա նշանակում է, որ Վեներան բերելու է որոշակի ակտիվություն ձեր կյանք, միգուցե մեծ կոլեկտիվում եք աշխատում, այստեղ կին է հայտնվում ինչ-որ, որի հետ արդեն շատ ակտիվ շփման մեջ եք լինելու։ Սակայն ամսի 13-ին Վեներայի եւ Ուրանի միջև է ձևավորվում լարված քառանկյուն, այստեղ շատ ուշադիր եղեք, որովհետեւ այստեղ on-line հարթակում է խնդիրը ամբողջ թաքնված եւ հնարավոր է, որ դուք ինչ-որ գործարք կատարեք, ինչ-որ հավելվածով կամ ինչ-որ գնում կատարեք on-line հարթակում, այստեղ ձեր գումարը կորցնեք, որովհետեւ Ուրանը այստեղ բերելու է հաստատ տհաճ ինչ-որ ֆինանսական իրավիճակ։ Ամսի 14-ին նորալուսին է տեղի ունենում ձեր 9-րդ ոլորտում։ Սիրելիներս, երբ նորալուսին է, նորություններ ենք սպասում։ 9-րդ ոլորտը, նշեմ, սաուտար երկրներն են, սաուտար լեզուներն են, պետական հաստատություններն են, ուրեմն կրթությունն է, դատական հարցերն են եւ այս ամենի հետ կապված կարող եք ունենալ նորություն։ Օրինակ ամսի 14-ից հետո դուք իմանաք, որ ենթադրենք դուք ընդունվել եք այսինչ համալսարանը, կամ ասենք դուք ստանաք ձեր վիզան, որ արդեն կարող եք ճամփորդել, կամ օրինակ դատական ինչ-որ նիստի հետ կապված ինչ-որ ծանուցում ստանաք, այսինքն ամսի 14-ից հետո այս թեման շատ ակտիվ է։ Սակայն նաև ամսի 14-ից հետո չի բացառվում, որ արտասահմանից հյուրեր կունենաք։
Ամսի 18-ն է հոյակապոր, սիրելիներս, Ուրանի և Պլուտոնի միջև է ձևավորվում տրին ասպեկտ, և քանի որ այս երկուսը դանդաղ մոլորակներ են և նշանակում է, որ նրանք շատ դանդաղ են շարժվում և այս ասպեկտացիան երկար է պահպանվում երկնքում, պետք է օգտվել այս ասպեկտացիայից, եթե ունենք ֆինանսական հարցեր, բանկերի հետ կապված, ինչ-որ հողատարածքի հետ կապված, անշարժ գույքի հետ կապված, այդ ամենը պետք է լուծել ամսի 18-ին։ Սակայն ամսի 20-ին ունենք կրկին լարված ասպեկտացիա, սիրելիներս, ուրեմն այստեղ Յուպիտեր մոլորակը, որը մուտք է գործել ձեր 10-րդ ոլորտ, Յուպիտերի մասին ունեմ հանգամանալից հոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք այն դիտել իմ էջում, ուրեմն Յուպիտերի և Պլուտոնի միջև ստեղծվում է ուղիղ ընդդիմություն, սա նշանակում է երկու բարձր մոլորակներ, երկու հզոր մոլորակներ դուրս են գալիս, ուրեմն պայքարի և այստեղ տեսեք շատ լուրջ խնդիր կարող է առաջանալ կամ աշխատավայրում, կամ ձեր ամուսնու կնոջ հետ, կամ ձեր անշարժ գույքի հետ կապված, կամ օրինակ ձեր տան անդամի հետ կապված, այստեղ կարող է լինել շատ լուրջ իրավիճակ, որը դուք պետք է լուծեք։ Ամսի 23-ին Մերկուրի մոլորակը վերջ սկսում է առաջ շարժվել։ Դե ինչ կարելի է թեթևացած շունչ քաշել, որովհետև երբ Մերկուրին հետընթաց էր, մենք սխալ ենք խոսում, մենք սխալ ենք հասկանում, մեզ սխալ են հասկանում, կորցնում ենք, մոռացկոտ ենք եւ այլն։ Իսկ Մերկուրին երբ արդեն առաջ է, ուրեմն այդ ամենը ընկնում է իր տեղը եւ բացի դրանից Մերկուրին առաջընթաց վիճակով թույլ է տալիս կատարել ցանկացած գործարք, այսինքն ամսի 23-ից հետո 24-ից սկսած կարելի է ասել, մինչև օգոստոսի 10-ը կարելի է ցանկացած գործարք կատարել։ Ինչու մինչև օգոստոսի 10-ը, որովհետև ես նշեցի արդեն օգոստոսին մենք ունենք խավարումներ եւ արդեն առաջին խավարումը օգոստոսի 12-ին է լինելու, այդ մասին նույնպես ունեմ բավականին մանրամասն հոլովակ, սիրելիներս, եւ նշանակում է խավարումների ժամանակահատվածում նույնպես կարևոր գործարքներ պետք չէ կատարել։ Ամսի 27-ը նույնպես լինելու է լարված, Արևի և Պլուտոնի ընդդիմությունն է, սիրելի կարիճներ, այստեղ ուշադրություն եք դարձնում ձեր առողջությանը, քանի որ Արևն է այստեղ ներգրավված այս ասպեկտացիայի մեջ, Արևը մեր առողջությունն է, մեր էգոն է, մեր մարմինն է եւ նշանակում է այստեղ ամսի 27-ին կարող եք ունենալ վատ ինքնազգացողություն կամ ինչ-որ նյարդային հողի վրա ինչ-որ կերլարվածություն կամ անտրամադիր վիճակ։ Ամսի 29-ին ուրեմն ունենք միանգամից մի քանի ասպեկտացիաներ։ Նախ նշեմ, որ այստեղ ունենք լիալուսին, այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 4-րդ ոլորտում, ինչը նշանակում է, որ ինչ-որ հարցեր կապված տան հետ, տան անդամների հետ, անշարժ գույքի հետ, այդ ամենը պետք է լուծվի։ Օրինակ ինչ-որ մեկը պետք է մեկնի այլ տեղում ապրելու, կամ օրինակ դուք պետք է տեղափոխվեք այլ բնակարան, կամ օրինակ երկար ժամանակ փորձում եք ինչ-որ հողատարած կամ ինչ-որ գույք վաճառել, այժմ ամսի 29-ի լիալուսնով կամ նրա մոտակա օրերին վաճառում եք։ Սակայն նույն օրը նաև ամսի 29-ին ունենք Արևի և Յուպիտերի միությունը ձեր 10-րդ ոլորտում, սիրելիներս, այս միությունը ամեն տարի կրկնվում է, սակայն տարբեր ոլորտներում, պայմանավորված նրանով, որ Յուպիտերը տարին մեկ անգամ փոխում է իր նշանը եւ նշանակում է Արևի Յուպիտերի միությունը 10-րդ ոլորտում բերելու է ձեզ հնարավորություն նոր աշխատանք սկսելու, նոր կարիերայի անցնելու, նոր պաշտոն ստանձնելու, ինչու՞ չէ, նոր ամուսնական կարգավիճակ ձեռք բերելու համար։ Սակայն հենց նույն օրը ամսի 29-ին նաև ունենք մի փոքր լարվածություն Վեներայի Մարսի միջև, այստեղ հակառակ սեռի էներգիաները կարող են իրար ճիշտ չհասկանալ եւ այստեղ, քանի որ Մարսը 8-րդ ֆինանսական դաշտում է, կրկին այստեղ կոնֆլիկտային թեման կլինի ֆինանսները։ Դե ինչ սիրելիներս, այսքանը կարիճների հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր շատ սիրելի ձկներին։ Սիրելիներս, պատրաստվեք, շուտով արդեն հյուսիսային հարավային կետերը դուրս են գալիս ձեր առանցքից, օգոստոս ամսին արդեն մենք
երևի թե կունենանք վերջին լուսնի խավարումը ձկների նշանի ներքո եւ արդեն կարելի ասել սեպտեմբերից ձկները կսկսեն ապրել նորմալ կյանքով այն լարվածությունը, սթրեսը, որը ունեցել են վերջին 2 տարվա ընթացքում, ձկների կյանքից արդեն դուրս կգա, նրանք կսկսեն ավելի հանգիստ կյանքով ապրել։ Սակայն մինչ այդ հուլիսի 2-ին սիրելիներս ունենք Մարսի եւ հյուսիսային կետի միջև լարված ասպեկտացիա։ Նշեցի հյուսիսային կետը դեռևս ձեր առաջին ոլորտում է, օգոստոսին, մասնավորապես օգոստոսի 9-ին հյուսիսային կետը դուրս կգա ձեր առաջին ոլորտից եւ նշանակում է, որ արդեն ձկների առանցքի վրա, ձկներ եւ կույս առանցքի վրա խավարումները կսկսեն թուլանալ եւ արդեն 2027 թվականից խավարումներ էլ չեն լինի ձեր առանցքի վրա։ Սակայն հուլիսի 2-ի այս լարվածությունը կարող է բերել խնդիրներ ձեր եւ ձեր տան անդամների միջև, այսինքն ինչ որ տարաձայնություն կարող է լինել եւ քանի որ Մարսն է այստեղ, կարող է այդ տարաձայնությունը վերածվել շատ լուրջ վիճաբանության։ Ամսի 4-ին Մարսը եւ Ուրանը միանում են ձեր 4-րդ ոլորտում, ինչ որ անակնկալ իրավիճակ կարող է լինել ձեր տանը, օրինակ շատ անակնկալ հյուրեր կարող եք ունենալ, կամ ինչ որ մի բան կարող է լինել ձեր տան մեջ, որը դուք չեք սպասում, կամ օրինակ ձեր տան անդամներից ինչ որ մեկի հետ կապված մի շատ կարևոր իրադարձություն կարող է տեղի ունենալ, որը դուք չեք էլ կարող պատկերացնել եւ ամսի 4-ին դա տեղի է ունենում։ Կամ եթե օրինակ դուք անշարժ գույք եք ուզում գնել, երկար ժամանակ չէ ստացվում, ամսի 4-ին հնարավոր է, որ շատ անակնկալ կերպով օրինակ բանկը հաստատի ձեր հիպոթեկը։ Ամսի 5-ին Մարսի եւ Պլուտոնի միջև ունենք շատ լավ տրին ասպեկտ սիրելիներս, կրկին 4-րդ ոլորտն է եւ նշանակում է ֆինանսական թեմաներով, որը կապված է ձեր տան անդամների հետ, որը կապված է ձեր անշարժ գույքի հետ, միգուցե տան համար լավ բաներ կգնեք, կենցաղային տեխնիկա կգնեք, ձեր հարմարավետությունը կստեղծեք կամ միգուցե ձեր տան անդամների համար կարող են լինել շատ լավ ֆինանսական ուրեմն գործողություններ։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ, սիրելի ձկներ, երբ Վեներան 7-րդ ոլորտում է, նշանակում է մենք դառնում ենք ավելի հետաքրքրված մեր կողքի մարդկանցով, այսինքն եթե մինչ այդ դուք ապրում եք միայն ձեր կյանքով, ապա Վեներան մուտք գործելով 7-րդ ոլորտ, դուք արդեն կարելի ասել կողքի մարդկանց հակառակ սեռի ներկայացուցիչներին սկսում եք նկատել եւ նրանք էլ ձեզ են իհարկե նկատում եւ չի բացառվում, որ ամսի 9-ից հետո եթե դուք միայնակ եք, ձեր կյանքում շատ բուռն սիրահարվածություն առաջանա։ Սակայն ուշադիր լինենք, որովհետև Վեներան 7-րդ ոլորտից ունի մի շարք լարված ասպեկտացիաներ եւ ամսի 11-ին արդեն ունենք Վեներայի հյուսային կետի միջև ուրեմն ընդդիմություն։ Սա նշանակում է, որ այստեղ կարող է թյուրիմացություն, տհաճ իրավիճակ առաջանալ կապված միգուցե ձեր հաճախորդի հետ, միգուցե ձեր կողակցի հետ, միգուցե ձեր գործընկերոջ հետ։ Ամսի 13-ին ունենք Վեներայի Ուրանի լարված քառանկյունը, այստեղ տհաճ անակնկալներ կարող են լինել կապված միգուցե ձեր տան անդամների հետ, կամ միգուցե այստեղ տեսեք աշխատանք կարող եք փոխել շատ հանկարծակի, քանի որ Ուրանը հանկարծակիություն է սիրում, այստեղ անկանխատեսելի իրավիճակ է, այնպես որ ենթադրել, թե այս կամ այն իրավիճակը կարող է ստեղծվել, կարող է լրիվ այլ միջորորդ իրավիճակ ստեղծվել, որի մասին ես չեմ խոսել, սակայն ամսի 13-ը հիշեք, որ տհաճ անակնկալների օր է լինելու եւ փորձեք ինչքան հնարավոր է քիչ շփվեք այդ օրը տարբեր մարդկանց հետ, որպեսզի չհայտնվեք նման տհաճ իրավիճակներում։ Ամսի 14-ին նորալուսին է տեղի ունենում։ Այս նորալուսինը տեղի է ունենում ձեր 5-րդ ոլորտում։ Սիրելիներս, երբ նորալուսին է 5-րդ ոլորտում, կարելի ասել մենք պատրաստ ենք սիրահարվել։ Դե ինչ սիրելի ձկներ, ամսի 14-ից հետո ձեր կյանքում նոր մարդիկ կհայտնվեն, սիրահարվածություն կլինի, միգուցե երեխաների թեման կլինի, միգուցե հանգստի մեկնելու թեման կլինի, միգուցե ստեղծագործական աշխատանքի թեման կլինի, այսինքն այս թեմաների շուրջ, եթե դրանք արդի են ձեր կյանքում, նորություններ սպասեք ամսի 14-ից հետո։ Ամսի 18-ը նույնպես շատ հոյակապ օր է սիրելիներս Ուրանի եւ Պլուտոնի միջև ձևավորվում է տրին ասպեկտ եւ այն մինչեւ ամսվա վերջ պահպանվելու է
եւ նշանակում է, ուրեմն այստեղ մի 2 օր ունենք լարվածություն, ես հիմա կնշեմ, բացի այդ օրերից, ուրեմն տեսեք բոլոր ֆինանսական գործարքները ստացվելու են կապված տան առքուվաճառքի հետ, կապված ինչ-որ կարևոր ֆինանսական գործարքների հետ, կամ աշխատանքի հետ, կամ այստեղ նաև ինչու՞ չէ առողջության հետ կապված նույնպես կարելի է զբաղվել այդ հարցերով։ Ամսի 20-ն է մեզ մոտ լարված օր, որովհետև այստեղ միանշանակ առողջությունը տեղի է տալու, որովհետև Յուպիտերը 6-րդ ոլորտում է արդեն, ես նշել եմ, որ այն մուտք է գործել ձեր 6-րդ ոլորտ հունիսի 30-ին եւ այժմ ընդդիմության մեջ է Պլուտոն մոլորակի հետ, որը ձեր 12-րդ ոլորտում է։ Սիրելի ձկներ, այս երկուսի ընդդիմությունը բերում է շատ տհաճ, ինչ-որ անտրամադիր վիճակ, միգուցե ինչ-որ վատ ինքնազգացողություն, միգուցե նյարդային լարվածություն, եթե չունեք, օրինակ ասենք առողջական լուրջ խնդիր չունեք, ապա այս օրը մի փոքր լարված ու սթրեսային կարող է անցնել, այնպես որ ուշադիր եղեք ձեր առողջությանը եւ ձեր տրամադրությանը։ Ամսի 23-ից վերջ Մերկուրին սկսում է առաջ շարժվել, վերջապես կարելի ասել, որ երբ Մերկուրին առաջ է շարժվում, բոլոր գործերն էլ իրենց տեղից շարժվում են, եւ մենք սկսում ենք արդեն մարդկանց ճիշտ հասկանալ, եւ մենք սկսում ենք ավելի խելացի դատել, սթափ դատել, եւ կարելի ասել, ուրեմն այդ մոռացկոտ սրված վիճակները մնում են անցյալում։ Տեսեք, երբ Մերկուրին առաջ է շարժվում, նշանակում է նորություններ այստեղ արդեն կարող են լինել, մարդիկ կարող են ձեր կյանքում հայտնվել, որոնք կարող են օրինակ ձեզ աշխատանքի առաջարկ անել, որոնք կարող են ձեզ օրինակ անձնական հարթակում առաջարկներ անել, եւ նաեւ Մերկուրին երեխաների թեման է, նշանակում է այստեղ երեխաների հետ կապված նույնպես 23-ից հետո ակտիվ է լինելու։ Ամսի 29-ին միանգամից ունենք 3 ասպեկտացիա, նախ առաջին հերթին լիալուսին է տեղի ունենում ձեր 12-րդ ոլորտում, 12-րդ ոլորտը սա այն փակ ոլորտն է, որի մասին չենք ցանկանում բարձրաձայնել, միգուցե սա մեր անցյալն է, սա մեր գաղտնիքներն են, եւ այստեղ տեսեք լիալուսինը բացում է ինչ-որ մի պահ, ինչ-որ մի փաստ, ինչ-որ մի գաղտնիք ձեզ համար եւ նշանակում է, եթե օրինակ դուք չեք իմացել, որ անցյալում այսինչ մարդը ինչի համար է ինձ հետ այսպես վարվել, ապա այս լիալուսինը բացելու է բոլոր փակագծերը եւ ձեզ համար բարձ կդառնա, թե որն էր այդ մարդու դրդապատճառը ձեզ հետ այդպիսի իրավիճակում հայտնվելու համար։ Սակայն ամսի 29-ին ունենք Արևի եւ Յուպիտերի միությունը ձեր 6-րդ ոլորտում, սիրելիներս, այս երկուսի միությունը տարին մեկ անգամ կրկնվում է, սա նշանակում է, որ Արևը եւ Յուպիտերը ամեն տարի հանդիպում են, բայց տարբեր ոլորտներում, եւ այստեղ նոր հնարավորություններ են բացվում աշխատանքի առումով։ Սիրելի ձկներ, եթե դուք աշխատանք եք փնտրում, ապա ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին, նրան հաջորդող օրերին կարելի ասել, կունենաք լավ աշխատանքի առաջարկ։ Սակայն ամսի 29-ը նաեւ մի փոքր հիասթափությունների օր է կապված հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, որտեղ այստեղ Մարսը եւ Վեներան գտնվում են լարված ասպեկտացիայի մեջ։ Դե ինձ սիրելիներս այսքանը հուլիս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ